Եթե հողի թեման է, ես արդեն կուրս եմ փայլված չէին։ Չէ, հողի թեման չի։ Ինֆորմացիա կա, որ վաղը մյուս օրը սաղ քաղաքը կուրսի կլինի։ Բայց ես ուզում եի դու առաջին իմանաս, Սարո։ Ինչի մասին է խոսքը։ Վիլենի։ Վիլենը սաղը։ Ոնց կարա տենց բան լինի։ Ես անձամբ եմ դիակը տեսել։ Դու տեսել ես ինչ բոլորիս եմ ցույց տալու։ Ինֆորմացիան տոչնի է։ Հա։ Եկեք անձամբ եմ հետ հանդիպել։ Բայց դու ստե հետ ասելու համար չես եկել։ Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հիմա Վիլենն իմ թշնամին եմ։ Ու ինչ ես ուզում դրանով մեզ ասել։ Քաղաքում շատ քիչ մարդ կա, ով կարա գլխիցս թռնի ու փորձի Վիլենին օգնի։ Դու մի անգամ Վիլենին օգնել ես բերդում, որ չսպանեն։ Հնարավոր է նորից է տանես։ Ինչ ես քեզ խորհուրդ չեմ տա։ Ես քո խորհուրդների կարիքը չունեմ։ Ուրեմն ընդունի որպես նախազգուշացում։ Իսկ դու պատական ռամսերը չես խառնել ով։ Բայց շնորհակալության փոխարեն ինքը ինձ մեջքից խփեց։ Երկրորդ անգամ ես նրան էլ ձեռք չեմ մեկնի։ Այդտեղ ինչ ես ուզում եի քեզնից լսեի։ Հավատում ես Սարոյին։ Սարուն ասեց են ինչ պիտի լսեի։ Մարտիր, թող 24 ժամ հետևեն Սարոյի սաղ շարժը։ Հասկացա։ Մեզ դու Վիլենի պահովետ կնդում կեքի մեջ միայի։ Եթե դաժե Սարուն օգնի դրան, չի պրգի։ Ես մի ժամում սաղին կվերասնեմ։ Ես Վիլենից չեմ վախենում, այլ իր անունից։ Քաղաքի կես ինձնից աբիժնի կա։ Ուլյան կարան Վիլենի մեջ հույս տնեն, որ իրա միջոցով կարան ինձ գծերից գցեն։ Դրա համար պետք է պակասացիլնի մի քանի օգու չամփել։